Երեք ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վարքագծին ինչ գնահատական կտակն է, ասաց, որ օրինակ եթե մամուլի հրապարակումներին հետևեն գիտե փոխում արեցեց, ասաց ամիսը մեկ մամուլի հրապարակումները ծաղկակաղ են կանգնում, տալիս են կոռուպցիայի վերաբերյալ եւ այլ ռուսական շպիոնների 5-րդ Չարասյան վերաբերյալ տալիս Նիկոլ Փաշինյանին, ասաց կտանեն պատվարները կլցնեն ՄԱԾ-ի այս սպառնալիքը ում էր ուղղված, ինչի համար էր։ Վարչապետը խոսել է մամուլում տեղ գտած կոռուպցիայի մասին հրապարակող ինֆորմացիայի մասին անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է այդպիսի բոլոր հրապարակումները, միասնական զեկույց է կազմում, ամբողջական զեկույց է կազմում եւ տեղեկացնում է վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին եւ այս աշխատանքը մենք երկար ժամանակ կատարում ենք եւ պարբերաբար բոլորի վերաբերյալ, այսինքն կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած հնարավոր բոլոր ինֆորմացիան, կարող է լինել ինֆորմացիաներ, չեմ ուզում պատմել, բոլորի վերաբերյալ եւ հիմնական ուշադրությունը մեր բնականաբար նաեւ կառավարության անդամների թիմ մարմիններում աշխատող քաղաքացիների, այսինքն բոլոր այն հրապարակումները ամենայն հավանականությամբ, որ դուք եք տեսնում, այդ հրապարակումների մասին, երբ որ հրապարակում է լինում, մենք հավաքագրում ենք, զեկույց ենք կազմում եւ ներկայացնում ենք վարչապետին։ Խնդրեմ, եկեք հաջորդ հարցը էլի։ Նիկոլ Փաշինյանը ինչ է, մեկ հարցի պատասխանելով ասաց, որ ինքը ոչ դատախազ է, ոչ քննիչ է, Նորքի թաղապետի հարցի վերաբերյալ եւ պատգամավոր, հետո ասում է սա կտանեմ լցնեմ ԱԱԾ պատվալը։ Սա հակասություն չի, ԱԱԾ պատվալը լցնելու լիազորություն արդեն ունի Հայաստանի վարչապետը, իվերջ իրավապահ համակարգ ունի, որը պետք է դեֆակտո ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով այն նկատի ունեցել։ Խնդրեմ, հաջորդ հարցը։ Պարոն Գրիգորյան, անվտանգության խորհուրդը ինչ կապ ունի ամենահավաքել է, ոչ ուժային կառույցեր, ոչ իրավապահ կառույցեր, այս մասը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իրավունքների մեջ վերել անվար կանցնեց դիզկտրելու նշանցույց տալը։ Դուք ինչքանով եք համարում, որպես հեղափոխության նախագահի կառավարությունը, ինչքանով եք սա համարում հեղափոխական պաշտոնյաների վայրը, դուք չեք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանության միանշանակ մենք չենք գնում այսպես կոչված նախկինների ճանապարհով, ինչն է պատճառը, որ անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք, մեր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կոռուպցիայի դեմ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է եւ անվտանգության խորհուրդը նաեւ դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում եւ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք եւ տեղեկացնում ենք նաեւ զեկույցով վարչապետին, համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է եւ ազդում է Հայաստանի անվտանգության վրա։ Այսքանը որևէ նոր բան չկա, այնինչ հրապարակային եղել է, կարելի ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը։ Շնորհակալ եմ։ Ցանկացած սպառնալիք եթե լինում է, մեր ազգային անվտանգության ծառայության եւ մնացած այլ կառույցները ցանկացած իրավիճակի հետ կապված անվտանգությունը գնահատում են, եթե սպառնալիք է լինում, բնականաբար տեղեկացնում են։ Շնորհակալություն։